Իսկ դու գիտեք, որ WhatsApp-ի հիմնադիրները, ովքեր նախկինում աշխատում էին Yahoo-ում, դիմել են Facebook-ում աշխատանքի անցնելու համար եւ ստացել են մերժում։ Շարունակելով ստարտափների հաջողության պատմությունները, այսօր կխոսենք WhatsApp-ի մասին։ 2009 թվականին WhatsApp-ի համահիմնադիր Յան Քոումը գնում է իր առաջին iPhone-ը։ Այդ ժամանակ նոր էր գործարկվել App Store-ը եւ այն արագորեն համալրվում էր նոր հավելվածներով։ Եվ այդ ժամանակ Յանի մոտ առաջացավ մի գաղափար, թե ինչ կլիներ, եթե ունենայիր մի հավելված, որը ցույց կտար քո ստատուսը։ Այսինքն դու օնլայն ես, օֆլայն ես, զբաղված ես քո ընկերներին եւ հեշտորեն կստացվեր ավելի կոմունիկացվել։ Սկզբում ամեն ինչ հեշտ չէր, քանի որ հավելվածները առհասարակ էին եւ հաճախ խնդիրներ էին առաջանում մարդկոցի հետ, տարբեր այլ խափանումներ, նաեւ յուզերներն էին բողոքում։ Ինչ-որ պահի Յանը արդեն պատրաստ էր հանձնվելու եւ իրեն այդ մտքից հետ է պահում հետագայում արդեն WhatsApp-ի մյուս համահիմնադիր Brian Acton-ը, ում հետ նրանք միասին աշխատել են Yahoo-ում։ Որոշ ժամանակ անց դուրս եկավ WhatsApp-ի երկրորդ տարբերակը, որը արդեն հնարավորություն էր տալիս փոխանակվել հաղորդագրություններով։ Միևնույն ժամանակ Apple-ը ներկայացրեց իր push notification-ները եւ օգտատերերը սկսեցին օգտագործել հավելվածը հենց հաղորդագրություններ ուղարկելու համար։ WhatsApp-ը սա տեսնելով արագ արձագանքեց եւ փոխեց իր ուղղությունը եւ շատ շուտով դարձավ պարզ, հեշտ եւ առանց գովազդի Messenger։ WhatsApp-ի աճը գրեթե ամբողջությամբ եղել է օրգանիկ, մարդիկ իրար փոխանցելով հրավիրել են WhatsApp եւ քանի որ այդ ժամանակ նաեւ մեծ խնդիր էր երկրների միջև հաղորդագրությունների փոխանակությունը, քանի որ սովորական SMS-ները բավականին թանկարժ էին։ Եվ այդ ժամանակ Յան Քոումը հրավիրում է Brian-ին միանալ որպես համահիմնադիր։ Եվ Brian-ը ներգրավում է $250,000 ներդրում իրենց նախկին Yahoo-ի գոլեգաներից։ Աճը շարունակվում է եւ 2011 թվականին աշխարհի ամենամեծ վենչուրային ֆոնդերից մեկը Sequoia Capital-ը կատարում էր առաջին ներդրումը $8 միլիոն, ընկերության գնահատումը այդ ժամանակ ասում էր $80 միլիոն։ Երկու տարի անց Sequoia Capital-ը կատարում էր երկրորդ ներդրումը արդեն $50 միլիոն, եւ WhatsApp-ի valuation-ը այդ ժամանակ $1.5 միլիարդ էր։ Եվ 2013 թվականից մեծ ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Google-ը, Microsoft-ը հետաքրքրված են եղել WhatsApp-ի աճով եւ ցանկացել են այն ձեռք բերել։ 2014 թվականին Facebook-ը ձեռք է բերում WhatsApp-ը $19 միլիարդով, որը մինչև այս պահը ոլորտի եղած ամենամեծ ձեռքբերումներից մեկն է եղել։ Հիմա եթե անդրադառնանք WhatsApp-ի seed pool-ում ներգրաված $250,000-ին, որը համահիմնադիրները ներգրավել էին իրենց գոլեգաներից, իհարկե այն ժամանակ դեռևս գնահատումը հանրային չէր, սակայն կարող ենք ասել, որ այդ ներդրողների գումարը բազմապատկվել է 1000-ից 1500 անգամ։ Սա հենց վենչուրային ներդրումների power law-ն է, երբ հաջողված ստարտափները ապահովում են ֆոնդերի հիմնական եկամուտը։ Եվ այս պատմության հետաքրքիր մասը նաև այն, որ այն ընկերությունը, որը մերժել էր Յանին եւ Brian-ին աշխատանքի անցնելու համար, մի քանի տարի անց գնում է իրենց ստարտափը միլիարդավոր դոլարներով։